Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ բոլոր ժողովուրդը տեսնելով նրան շատ զարմացան և առաջ վազելով նրան բարևում էին Մարկոս 9:15 Ինչ մեծ է տարբերությունը Մովսեսի և Հիսուսի միջև Երբ Քորեբի մարգարեն 40 օր սարի վրա էր, նա մի տեսակ այլակերպություն վերապրեց, այնպես որ նրա երեսը շողշողում էր պայծառությունից, և նա քող գցեց իր երեսին, որովհետև ժողովուրդը չէր կարողանում նայել այդ փառքի փայլատակմանը, սակայն մեր Փրկիչն այդպես չէր, նա ավելի մեծ փառքով այլակերպվեց, քան Մովսեսը, բայց այնուամենայնիվ գրված չէ, որ նրա երեսի փայլը կուրացնում էր մարդկանց, այլ ավելի շուտ նրանք տեսնելով նրան շատ զարմացան և առաջ վազելով նրան բարևում էին։ Օրենքի փառքը վանում է, սակայն Հիսուսի փառքը, որ շատ ավելի մեծ է, գրավում է։ Չնայած Հիսուսը սուրբ է և արդար, այդուհանդերձ նրա մաքրությանն այնքան ճշմարտություն և շնորհք է խառնված, որ մեղավորները վազում են նրա մոտ, ապշած նրա բարությամբ և հիացած նրա սիրով, նրանք բարևում են նրան, դառնում նրա աշակերտները և ընդունում նրան որպես իրենց Տեր ու վարդապետ։ Թանկագին ընթերցող, գուցե դու հենց հիմա կուրացած ես Աստծո օրենքի շլացուցիչ պայծառությունից, դու քո խղճի մեջ զգում ես դրա պահանջները, սակայն չես կարողանում պահել դրանք կյանքում, այնպես չէ, որ դու որևէ սխալ բան ես տեսնում օրենքի մեջ, ոչ, ընդհակառակը, դու խորագույն ակնածանք ես ստացում դրա նկատմամբ, սակայն այն ոչ մի կերպ քեզ Աստծուն չի մոտեցնում, այլ ավելի է խստացնում քո սիրտը և հուսահատության հասցնում քեզ։ Ախ, խեղճ սիրտ, դարձրու աչքերդ Մովսեսից և նրա ողջ վանող շքեղությունից և Հիսուսին նայիր, որ շողշողում է ավելի հաճելի և դուրեկան փառքով, ահա նրա արյունահոսող վերքերն ու փշե պսակով պատված գլուխը, նա Աստծո որդին է, ուստի ավելի մեծ է, քան Մովսեսը, բայց նա սիրո Տերն է, ուստի ավելի քնքուշ է, քան նա, ում միջոցով տրվեց օրենքը, նա կրեց Աստծո բարկությունը և իր մահով ավելի շատ բացահայտեց Աստծո արդարությունը, քան բոցավառվող Սինան, սակայն հիմա այդ արդարությունը հաստատված է և այն Հիսուսին հավատացողների պահապանն է, ով մեղավոր, նայիր արյան մեջ շաղախված քո Փրկչին և զգալով նրա սիրո գրավչությունը, նետվիր նրա գիրկը և դու կփրկվես։